Պարոն Մանուկյան, քննարկումներին հետևելով մենք տեսնում ենք, որ քաղաքացիական պայմանագիրը շատ կենտրոնացած է Հայաստան խմբակցության պատգամավորների ելույթների վրա եւ անգամ բոլորին մեկ-մեկ անդրադառնում են, Դաշնակցությանն են շատ հիշում են նաեւ շատ ձեզ եւ օրինակ այսօր Արայիկ Հարությունյանը փորձեց անեկդոտով պատասխանել Գեղամ Մանուկյանին եւ ասում է ես հարբած եւ գեշ մարդ օրինակը բերելով ասեց ես կոյաղանամ, բայց դուք էլի գեշ կմնաք։ Ի վերջո, այսպիսի իշխանությունը երբ որ իշխանությունը խոսում է, էլի իրենց լեզվով ասենք, իրեն կշարունակեն օյաղանալ եւ դուք կմնաք գեշ։ Տեսեք, մեծ ավելի վատ անեկդոտ կա, որսորդի ու մի հատ ուրիշ վատ անեկդոտ, հիմա չեմ ուզենա դա իհարկե պատմել, բայց տեսեք, իրենք ինչի համար խնդիր ունեն Հայաստան դաշինքի, խնդիր ունեն Դաշնակցության հետ, Դաշնակցությունը ազգային արժանապատվով կուսակցություն է ու երբևիցե Դաշնակցությունը չի կարող համակերպվել կամ ընդունել Արցախի կորստի փաստը։ Իրենք հասկանում են, որ դա միշտ իրանց հետապնդելու է, որ իրանց իշխանության օրոքա, որ Արցախը ընկել է, իրանց իշխանության օրոքա, որ Արցախը հայաթափվել է։ Ուզեն չուզեն ստվերի պես իրենց հետևելու է, իսկ Դաշնակցությունը չի կարող լռել։ Հաջորդ իրենք գալիս են մեր կուսակցության, մեր ֆրակցիայի մյուս գործընկերներին, որովհետև այդ մարդիկ անցած ճանապարհով ցույց են տվել, որ իրենք սկզբունքային են, ցույց են տվել, որ իրենք ճամբարափոխ լինող չեն, ցույց են տվել, որ իրենք կպայքարեն միջև վերջ, միջև այս չարիքը հեռանա մեր երկրից։ Դրա համար իրենք ուղիղ խնդիր ունեն։ Ոստե գալիս է նաև մյուս կետը, երբ որ մենք առարկայական փաստարկված խոսում ենք խնդիրներից, իրանք սկսում են մեկի քեռու տղեն, մեկի հոպարի աղջիկը, չգիտեմ, ամենաշատ իմ հետ կապված Մանվել Գրիգորյանը, ասած մշտական խոսում են։ Այսօր էլ մեր Թագուհի Ղազարյանն ունեն, չեմ կարող հասկանամ, քիչ այդքան շատ սեվեռվածի մանզի շուրջ, անկեղծ էլի, որովհետև ես ամուսնացած մարդ երեխաներ ունեմ, իր խնդիրն ինչա չեմ կարողանում հասկանալ, անկեղծ էլի, որովհետև ես մի քանի անգամ քննադատել եմ այդ երևույթը, չնայած որ ու նկատմամբ որ կիրառվել է ամենաստոր պիղծ անձնավորությունները։ Ասեմ ավելին, ես սկզբունքային հետևողական եմ լինելու, որպեսզի այդ գործի շրջանակում քրեական գործ հարուցվի։ Հետաքրքիր շատ հետաքրքիր նյուանսներ կա։ Արդյոք Մանվել Գրիգորյանը տեղյակ է եղել, տեղյակ չի եղել, այդ արարքները կիրառողներն ովքեր են։ Դրան գումարած նույն այդ Թագուհին, Տիկին Թագուհի Ղազարյանը խոսեց, որ մանկապարտեզ կա, մինչև այսօր սպասում եմ, ասել եմ Հայաստանի Հանրապետություն, եթե ինչ-որ մեկին վերագրվում է գույք, դա հիմնավորվում է անշարժ գույքի վկայականով, կադաստրի վկայականով, ուր այդ վկայականը, ասել եք անպատասխանատու մի եղեք, չեմ կարողանում հասկանալ։ Իրանք հասկանում են, որ 9-րդ գումարումը մի փոքր փոխվել է, այսինքն երբ որ առարկայական խոսենք իրենց կոռուպցիայից, իրենց վատ կառավարումից, մյուս խնդիրներից, իսկ Դաշնակցությունը մշտական ցույց է տալու իրենց ապիկար արտաքին քաղաքականությունը, ցույց է տալուս ինչ վտանգներ կա, ցույց է տալիս միշտ ու հիշեցնում Արցախի խնդիրը, իրանք դա չեն կարողանում տանել։ Նաև խնդիր կա բարեվարկության սահմաններում մնալու եւ քննադատություն է հնչում արտախորհրդարանական շատ ուժերի կողմից, թե ինչպես բարեվարկությամբ իշխանափոխություն իրականացնել, հաղթել այս իշխանությանը։ Հիմա պետք է ամեն դեպքում իշխանության սահմանած այդ բարեվարկության շրջանակներում մնալ եւ բանավեճը դուրս չգա, օրինակ, շատ ավելի սուր հայտարարությունների շրջանակ։ Եկեք մի բան արձանագրենք, որ մեր ֆրակցիայի կողմից ինչ որ բարեվարկության հետ կապված ասում համաձայնության ենք եկել, ոչ, հակառակը Աննա Գրիգորյանը առաջի օրը մեր ֆրակցիայի ղեկավարն ասաց. Արտուրը Սարգսյան ստեղ չի ու դուք խոսում եք բարեվարկությունից, հետեւաբար ձեր պնդումները կեղծ է։ Բարեվարկությունը ոչ թե շենքը մեկը մյուսի նկատմամբ է, բարեվարկությունը մեր ժողովրդի նկատմամբ է, մեր ազգաբնակչության, որպեսզի իրանք չնայեն զզվանք չառաջացնի այդ պատկերը, բայց իհարկե պիտի լինի սրություն, իհարկե սահմանների մեջ ամենախիստ քննադատությունը պետք է լինի, ուղղակի այդ բարեվարկության պատկերացումը ամեն մարդ յուրովի է պատկերացնում։ Գիտեք, այսօր ԿՊԱ-կան պատգամավորներից մեկը Լիլիթ Մինասյանը ասում է, պետք է վերջ տալ բոշա փչացած խոսույթին։ Իրանք են անում, դա էլ աբսուրդ է, իրանք սկսում են, որ ժողովրդական բանկա, կինոյի նման հայտնի էլի, ասում եմ իմ համար նստած հանգից սոխ ու հասկուդեի, մեկը շրախ դուրը բացավ անգան մեյդան։ Հիմա իրանք են, մեր ընդդիմությունը խելոք իր համար հանգիստ իր գործն անում, մեկը շրախ գալիս են մեյդան իրանք, դա ինչ չի մի քիչ հասկանում, մեկ ուղղակի տենց չի, իրանք են մեղավոր։ Ու կա մի չգրված օրենք, ցանկացած նմանատիպ երևույթի պատասխանատուն իշխանությունն է։ Ինքն է դրա պատասխանատվությունը կրում։ Ինքը մի տեսեք ուրիշ բան օրինակ բերեմ Էդգար Ղազարյանի հետ կապված։ Ամբողջ Էդգար Ղազարյանի նկարագրածի հետ իրանք հաշտ էին, սիրիկայություն որակելու հետ կապված իրանք խնդիր ունեն, իսկ այդ նկարագիրը որ կար
Ոնց իրանք կմեն նկարագրեն։ Հիմա Էդգարը Ղազարյանը դա նույնիսկ ձև գնահատական տվեց։ Իսկ լավ, եթե դուք չէիք ընդունում Էդգարի խոսույթը, հաջորդ օրը ինչքան շարունակեցիք դուք նույնը կրկնել։ Ասեք լավ, դուք ես սխալ պայեցիք, կսպասենք, տեսնենք գիտակցեցիք քո սխալը թե չէ, եւ քո պայելաձևի մեջ մենք կհասկանանք, դու գիտակցեցիք քո սխալը թե ոչ։ Իրանք շարունակում են ավելի վատ դրսևորում։ Ինչքան կշարունակեն պահպանել։ Ձեր կարծիքով սա արդյոք իսկապես ազնիվ մղում է բարեկրթության, թե ինչ որ քող է։ Տեսեք, իրանք իհարկե կուզենան Ռուբեն Ռուբինյանի պարագայում ինքը ազնիվ կլինի իր խոսույթի մեջ, որովհետև այնուամենայնիվ ազգային ժողովի նախագահն ինքն է, ինքը գիտակցում է, որ լավ կլինի, որ ամեն ինչ սիրում պուպուշ լինի։ Բայց այս ամեն ինչը հանգուցալուծումը կտա, երբ որ Նիկոլ Փաշինյանը գա ազգային ժողով, երբ որ Նիկոլ Փաշինյանին առարկական կքննադատես ու Նիկոլ Փաշինյանը կկորցնի իր ինքնատիրապետումը, նույն վայրկյանին կտեսնենք ՔՊԱ-ականների իրական պատկերը, եւ դա սարերի հետևում չի։ Երեք դրվագի ականատես եղանք, երբ որ նախկին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շատ անհանգստացած էր, որ ազգային ժողովից հասցեին քննադատություն է հնչել եւ նա ընդդիմադիր ուժերին, նրանց ղեկավարներին կոշտ քննադատել է։ Սա ջուրն է լցնում Ռուբինյանի ջանքերը։ Իհարկե, ինքը այս պարագայում նաեւ թքած ունի Ռուբինյանի խոսույթի վրա, ճիշտ է, ինքը ուղի իմաստով էլ է թքում քաղաքացիների վրա, բայց այս պարագայում նաեւ իր գործընկերների այդ թվացial ազնիվ նկարտումների վրա էլ թքած ունի, այսինքն եթե խոսում եք բարեվարկությունից, ձեր ամբողջ կուսակցությունը դրան պիտի հետևի, այսինքն ձեր գործընկերներն ովքեր բարձր պաշտոնյա են, պիտի հասկանան եւ պաշտոնի արժեքը, եւ պիտի հասկանան իրենց դիրքը եւ իրենց խոսքի արժեքը։ Եթե այսօր ինչ-որ մի բան ես խոսում եմ, ես գիտակցում եմ, որ այսօր մենակ Մանուկյան մեծ րոպե չեմ, ես ներկայացնում եմ Հայաստան դաշինքը եւ իմ խոսույթի մեջ ես պիտի չափված ձևացնեմ։ Ինքը եթե տես նմանատիպ խոսույթը կիրառում է, ու այդ խոսույթի տրամաբանությամբ ազգային ժողովի թիկմե Գամբիոնից պատասխանը ինքը ստանա, որին արժանինքները բոլորը ինքը ունի։ Ինչ է ստացվում, դա մեր դեմ արեց, դա Ռուբինյանի դեմ արեց, մեր դեմ արեց, թե իրաց կուսակիցների դեմ արեց։ Իսկ Ալենը Սիմոնյանը, որ բան չասի, իր կերպարը մի հատ փողոց դուրս եկեք հարցեք, բոլորի համար ինքը պարզաող է։ Երեք նաև Ռուբինյանը ասում էր, որ զսպեք ձեր միջի պոետներին, մենք ունենք մարմնի եւ հոգու բժիշկներ։ Այս խոսույթը, երբ որ նաև ասվում է, սա ինչ որ սպառնալի, քեզ զգուշացում է, ինչ է սա։ Տեսեք, իրանք փորձում են ինչ-որ սպառնալիքի թվացial, yani վախը բռնենք, որ ինչ-որ մի բան չլինի, բայց ինձ թվում է բոլոր այն ընդդիմադիր падգամավորներն, ովքեր եկել են ազգային ժողով, գիտակցել են, որ իրանք ամեն ինչ ընդունակ են եւ իրենց խոսույթի մեջ իրենք անկեղծ չեն առնվազն, եւ դա ցույց է տվել շատ կարճ ժամանակահատվածով իրենք անկեղծ չեն։ Հիմա ինքը խոսում է, նորից եմ կրկնում, էլի միջազգային հանրության առաջ իրանք ուզում են ցույց տան, որ իրանք բարեկիրթ են, որ ազգային ժողովը առողջ մթնոլորտ է տիրում։ Վերջ իրանք հասկանում են, հայտարարակ պատկերը որ լինում է, առաջին իրանց են դրսի գործընկերներն արտերտի ասում են, մտածի ինչ պատկեր է ձեր մոտ, գետինը մտնելիք չի։ Միետանից հենելով իրանք դες փորձում են լավ լինեն, բայց իրականում իրանք այդ չեն, էլի։ Իրականում ինչ ուզում են իրանք ներկայացնեն, այդ չեն։ Եվ խիստ քննադատում են իրենց հարցերով նաև Լիլիթ Գալստյանի առաջադրումը, չէ՞ կարծում կընտրեն քաղաքացիական պայմանագրի падգամավորները ձեր տեխնացուին։ Տեսեք, դա բարի կամքի դրսևորում չի, որ իրանք ասեն մենք Լիլիթ Գալստյանին պիտի ընտրենք։ Դա ընդդիմությանը հասած քվոտան է, եթե առողջ տրամաբանությամբ մենք առաջնորդենք, պարտավոր են ընտրել։ Այսինքն մեր ֆրակցիայի ասած Գեգամ Մանուկյանը ինձանից բացի բոլորը շատ արժանինքներ ունեն, բայց այս պարագայում ֆրակցիայի մարդու որ վերցնենք, ավելի շատ կարող են թիրախավորել։ Ինձ վերցնենք, ասեն, ահա Մանվել Գրիգորյանը ժնջիլը, չգիտեմ, Մեսսիենի ու սկսի այդ պատմությունը։ Ցին ինձ չեն ընտրի։ Հենց Լևոն Քոչարյանի անունը տաս կասեմ, վայ, դուք գիտեք, որ Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի որդին է։ Այ մարդ մենք գիտենք ինքն ում որդին է, բա դուք ում որդին եք։ Գժվսելն չի կարելի է դելի հասկանում եք ու մի տենց հերթով գամ շարունակությունը։ Քրիստինային Վարդանյան գա, ասեն դուք հղի կնոջ վրա հարձակվել եք, սպանել եք, թե երեխա, կսկսեն ուրիշ պատմություններ ասացեն։ Ագնեսային հենց այնքան մեր տիկին Խամանին թիրախավորեն, ինչ ասած կասեն։ Այդ դրամ Իշխանին Սաղաթելյան որ ասեն, կասեն փողոցում մարդ եք սպանում, կոտորում, հենց հերթը որ պատտվեք, բոլորին ավելի վատ կքննադատեն իրանք, էլի։ Հետևաբար կեղծ է այդ իմ գնահատմամբ շատ արժանի տեխնացու ենք մենք առաջադրել եւ Տիկին Գալստյանը կարողանա մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ շատ արդյունավետ աշխատել։ Ու էլի եմ ասում, դա բարի կամքի դրսևորում չի կամ իրանք լավություն չեն անում ընդդիմությանը կամ գիտես, այս մի բանը ձեր համար արել են, չկա տես բան։ Ու ոչ ոք իրենց խնդրելու ցանկություն ունենք։ Ընդհանրապես չունենք։